Կառավարական կաբինետի նորեկները հուզված, հները հրաժեշտի հեռանկարից, անհանգիստ օրվա նախագծերն են իմի բերում։ Երբ գազի ու հոսանքի սակագինը հարևան Վրաստանի պես մեզ մոտ էր տարբերակված կդառնա ու խոստացածի պես կիջնի հարցը, քիչ մնաց նիստից ուշացներ էներգետիկայի նախարարին։ Այս պահին նշել ինչ-որ ժամկետներ մի փոքր դժվար է։ Լրագրողների շրջափակման մեջ հայտնված տրանսպորտի ու կապի նոր նախարարը նույնպես շատ բան չասաց, պնդեց ծրագիր ունի, խոստացավ չխուսափել անգամ, լուրեր են պտտվում հյուսիս-հարավում, փողեր են մսխվել, ինչ կապ ունեք Ռոստելեկոմի հետ ճակատային հարցերից, կխոսի, բայց ավելի ուշ։ Մի ժամ է ինչ ասվածում, մի քանի ժամ։ Երբ բոլորն արդեն քննարկման սեղանի շուրջ էին, հնչեց օրվա գլխավոր լուրը, կառավարությունը փոխում է կառուցվածքը։ Էկոնոմիկայի նախարարությունը հանվում է կառուցվածքից եւ փոխարենը ստեղծվում է ներդրումների եւ ձեռնարկատիրության աջակցության նախարարություն։ Նոր անունով գերատեսչությունից տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն ու ավիացիան դուրս են գալիս, մտնում տրանսպորտի կապի ենթակայության տակ։ Զբոսաշրջության համար էլ առանձին կոմիտե է ձևավորվելու։ Այս ամենին Արծվիկ Մինասյանը երկար ընդդիմացավ։ Ցանկալի չի էկոնոմիկա արտահայտությունը հանելը։ Անօգուտ մեկ այլ փոփոխությամբ ջրային ռեսուրսները գյուղնախարարությունից անցնում են էներգետիկայի ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությանը։ Գործադիրի 19 օղակից վերանում է առայժմ միայն քաղաքաշինության նախարարությունը, վերածվում է ճարտարապետության ու մշակութային արժեքների պահպանության կոմիտեի, դրան էլ Հասմիկ Պողոսյանն առարկեց։ Քաղաքաշինության խնդիրները դնել մի տրամաբանության, մի կառույցի մեջ հուշարձանների պահպանության ոլորտի հետ, դա նշանակում է, որ մենք լուրջ վտանգելու ենք պատմամշակութային ժառանգության պահպանությունը։ Մինչև կառավարության նոր ծրագրի ներկայացումը կառուցվածքի այս փոփոխությունը այնուամենայնիվ հաստատվեց, երկուշաբթի կքննարկվի ազգային ժողովի արտահերթ նիստում։ Օրվա շնորհավորանքներն ի դեպ նիստի հենց մեկնարկին վարչապետն ուղղեց իր ձևակերպմամբ նոր թիմակիցներին, որոնց բնութագրեց որպես հմուտ կառավարիչների, շեշտեց համեստ, պարկեշտ մարդիկ են, համարձակ քայլեր է սպասում։ Նախարարների նորանշանակ քառյակից առաջին հանձնարարականը Իգնատի Առաքելյանը ստացավ, հիմնավոր զբաղվել խաղողի մթերմամբ։ Մեր վերամշակվող ձեռնարկություններում ունենք բավականին, ինձ թվում է, ժանգոտած կառավարման համակարգ։ Աղավնաձոր գյուղում, Վայոց ձորի, որտեղ Վեդիալ կոնունի պարտավորություններ, որը չի կատարել, մենք քննարկում ենք տարբերակներ, ինչպես այդ խնդիրը լուծել։ Այդ թվում պետությունը ֆինանսավորում է եւ ամբողջ կառավարումը վերցնում է իր վրա։ Նիստում զարմանք, զայրույթ, քննադատության պակաս չզգացվեց։ Գյումրու ինստիտուտը հիմնադրամի վերաձևակերպող կրթության պատասխանատուն խոստովանեց, ժամանակավոր հարց են լուծում ու լսեց, ինչու են կիսատ-պռատ գործ անում, գուցե դադարեցնենք նոր բան մտածենք վարչապետի առաջարկը։ Ամբիոնին մոտեցած Արման Սահակյանն էլ ավելի թեժացրեց մթնոլորտը։ Առաջարկվում է լուծարել Արտիկի նավթամթերք Փակ բաժնետիրական ընկերությունը։ Ընկերությունը սկսած 2004 թվականից գործունեություն չի իրականացնում։ Առանց գույքի ու աշխատողների միայն տնօրեն ունեցող ընկերությունն ինչ տրամաբանությամբ չի լուծարվել 12 տարի։ Սա քիչ էր, պետգույքի վարչության պետը 1 միլիարդից ավելի գումար էլ ուզեց մարզահամերգային համալիրի շարժական գույքի համար։ Կառավարիչ ենք նշանակել, որ փող աշխատի հարկ տա, թե պետությունից գումար ուզի, ռետորական հարց հնչեցրեց վարչապետը։ Փակեցին գործուղումների ժամանակ ինքնաթիռի VIP թանկարժեք տոմս ձեռք բերելով ֆինանսական զեղծարարությամբ հարստացող չինովնիկների ախորժակը։ Այսուհետև պետական ամբողջ ապարատն օգտվելու է ամրագրումների միասնական համակարգից։ Մենք բավականին բարդ մեխանիզմներ ենք ընտրելու, որպեսզի պրիմիտիվ գողությունը վերացնենք։ Գողության մասին, ինչպես նաև բյուջեի կրճատում սեկվեստոր կլինի հարցերը ֆինանսների նոր նախարարը անպատասխան թողեց, գերադասեց խոսել եկող տարվա ծախսեկամուտներից։ Բյուջեն կազմվելու է, որպեսզի մենք մեր հարկատուների փողերը հայողաբար օգտագործենք։ Տնտեսական զուսպ աճի դեպքում ասած, մեծ ծախսեր պլանավորելը երկրի տակ ռումբ դնել կլինի։ Հերմինե Բաղդասարյան, Ռոմիկ Խաչատրյան, Առաջին ալիք։